Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր հունիսի 29, ընտանեկան աղոթք։ Եթե ձեզանից երկուսը երկրի վրա միաբանվեն, ամեն ինչ բանի համար, որ խնդրեն, կլինի նրանց իմ հորիցը, որ երկնքումն է։ Մատթեոս 18:19 խոսք։ Որոշ քրիստոնյաներ այս խոսքի սկզբունքն անվանում են համաձայնության աղոթք։ Դուք խորապես օրհնված եք, եթե ունեք նվիրված եղբայր կամ քույր, որի հետ կարող եք աղոթել։ Իրոք իմ ճանաչած ամենազորավոր բարեխոսները եկել են զույգերով կամ ավելի։ Այս տեսակի աղոթքի ամենաուժեղ վայրը տունն է։ Կինս Գվենը և ես ամեն օր միասին աղոթում ենք, և ես հավատում եմ, որ դա մեր ընտանիքը միասնական է պահում։ Մենք աղոթում ենք մեր յուրաքանչյուր երեխայի համար նրանց հասունացման տարիներին, որպեսզի նրանցից ոչ մեկը չկորչի։ Մենք աղոթում ենք նրանց բարեկամության և հարաբերությունների, ինչպես նաև նրանց ապագա զուգընկերների համար։ Հիմա մենք նույնն ենք անում նաև մեր թոռնիկների համար։ Շատ քիչ քրիստոնյա ընտանիքներ են ժամանակ հատկացնում տանը աղոթքի համար։ Ես անձամբ կարող եմ վկայել, որ այսօր ես ծառայության մեջ եմ ընտանեկան աղոթքի զորության շնորհիվ։ Երբ ես երեխա էի, ամեն օր անկախ նրանից, թե որտեղ էինք խաղում ես և իմ քույրերը, բակում թե պարտեզում, մայրս մեր տան դռնից բարձրաձայն կանչում էր. «Դեյվիդ, Ջերի, Խուանիտա, Ռութ, աղոթքի ժամանակն է»։ Իմ եղբայր Դոնը դեռ չէր ծնվել։ Ամբողջ թաղամասը գիտեր մեր ընտանեկան աղոթքների մասին։ Երբեմն ես ատում էի այս կոչը լսելը, տրտնջում ու բողոքում էի դրա համար, բայց այս աղոթքների ժամանակ ակնհայտորեն ինչ-որ բան էր կատարվում։ Հոգին շարժվում էր մեր ընտանիքում և դիպչում մեր հոգիներին։ Գուցե դուք չեք կարող պատկերացնել ձեզ ընտանեկան աղոթք անելիս։ Գուցե դուք ունեք ամուսին, որը չի համագործակցում, կամ երեխա, որը ապստամբ է, բայց անկախ նրանից, թե ով է հրաժարվում մասնակցել աղոթքին, դուք դեռ կարող եք գալ խոհանոցի սեղանի մոտ, խոնարհել գլուխը և աղոթել։ Դա կդառնա աղոթքի ժամ ձեր ընտանիքի համար, և ընտանիքի բոլոր անդամները կիմանան դա, և Աստված կպատվի այդ ժամը որպես ընտանեկան աղոթք։